Հուլիսի 24-ից 26-ը Լոռու փոքր այրումում կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման ամառային հավաքներ։ Երկօրյա հանդիպման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից եկած էկոակտիվիստները քննարկեցին դաշնության հետագա զարգացման ու գործունեության ռազմավարական քայլերը, բնապահպանական հարցեր։ Կանաչ խորհուրդների դաշնության անդամ ֆերմեր Հայկ Իսախանյանը Եղեգնաձորից է եկել։ Վերջին տարիներին ակտիվորեն պայքարում է Վայոց ձորի մարզի կայուն կանաչ զարգացման համար։ Մարզի այցեքարտը հանդիսացող խաղողագործությունն ու գինեգործությունը վտանգի տակ է հայտնվել հանքարդյունաբերական տարբեր ծրագրերի ֆոնին, ինչը խիստ մտահոգում է նրան։ Ասում է, հանքի հեռանկարը հակասում է մարզի կայուն զարգացմանը, որտեղ գյուղատնտեսությանն ու գինեգործությանը զուգընթաց վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է նաև զբոսաշրջությունը։ Երևի 1992-95 թվականներին ՄԱԿ-ի ծրագրով ուսումնասիրեց Վայոց ձորը, ամեն ինչ ուսումնասիրեց եւ եկան եզրակացություն, որ այդ մարզը պետք է զարգանա գինեգործություն, այգեգործություն, էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն եւ այդպես զարգացավ։ Կարելի է ասել մի 20-30 գինեգործարաններ ստեղծվեց։ Վայոց ձորը հայտնի է Արենի իր խաղողով եւ դրան զուգահեռ հայտնաբերվեց 6000 տարվա գինու արտադրամաս, որը այսօր աշխարհում ամենահինն է եւ դա դարձավ Վայոց ձորի բրենդ։ Նաեւ գումարած, որ Վայոց ձորը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, զարգացել է տուրիզմը, հյուրանոցային բիզնեսը, էկոլոգիապես մաքուր սնունդ, մարդիկ գալիս են Վայոց ձոր Երևանից, ինչ ասեմ, մի փոքրիկ հյուրատուն է արևին, մենակ հանգստանալու եւ մաքուր սնունդ ուտելու համար։ Եվ այդ հիմա այդ ամբողջ վրա մենք պետք է խաչ քաշենք։ Դրա համար մենք պայքարել ենք այդ 15 տարի, իսկ այդ խորհրդի ստեղծելը կարծես մեր ցանկությամբ է եւ ժամանակին էր, որ հավաքվենք իրար գլխի եւ փորձենք մեր երկերը, ինչպես մեր պապերից, ծնողներից ստացել ենք, հանձնենք մեր թորներին։ Կոնկրետ հիմա այդ թվարկածս այգեգործություն, գինեգործություն 25-30 հազար մարդ աշխատում։ Նրանց զրկել հանքից 100 մարդու համար եւ այդ եկամուտը, որ Հայաստանից դուրս է գալիս, դա ես համաձայն չեմ։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման աշխատանք ավելի համակարգված կդարձնի նաև Ստեփանավանն առանցանք նախաձեռնող խմբի պայքարը, կարծում է Հովսեփ Խաչատրյանը, ով մտահոգ է Ստեփանավանի բնապահպանական խնդիրներով։ Շատ ոգևորված եմ ընդհանրապես այդ գաղափարով եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է հենց Հայաստանում, քանի որ ունենք շատ էկոլոգիական մարտահրավերներ, ունենալ տենց դաշնություն, որը որ կունենա իր տեղային կառույցները, խորհուրդները եւ տեղում կհամակարգվի ամեն ինչ, տեղեկատվությունը շատ ավելի դյուրին կփոխանցվի եւ շատ ոգևորիչ է այս ամեն ինչը, այս գործընթացը, որ սկսվել է մոտ 1 տարի առաջ։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Օլեգ Դուլգարյանի խոսքով Հայաստանի համայնքներում կանաչ խորհուրդների ձևավորումը առաջնային է, հատկապես կարևոր է տեղական ակտիվ խմբերի ձևավորումը։ Դա հնարավորություն կտա մարդկանց իրենց համայնքներում պաշտպանել սեփական շահերը եւ ակտիվորեն ներգրավել որոշումների կայացման գործընթացում։ Յուրաքանչյուր տարի մենք տեսնում ենք, որ նեղանում է գյուղացիների ապահով տարածքը, այսինքն փորձում են իրենց տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալել, այսինքն գյուղատնտեսական հողերով, որտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, փորձում են էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրություն ստանալ, որպեսզի եվրոպական շուկա արտահանեն, այնտեղ են վտանգներ ձևավորվում եւ կարծում ենք, որ նաեւ օրակարգ է ձևավորվելու գյուղացիության, պաշտպանության շուրջ, միգուցե նաև հենց գյուղացիության պաշտպանության օրենքի ներդրման պահանջով։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման առաջիկա օրակարգերը կձևավորվեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շուրջ, որոնց առանցքում կլինեն համայնքների սոցիալ-էկոլոգիական հարցերը, տեղական ժողովրդավարությունը։ Ուշադրության կենտրոնում կլինի նաև COP17-ը, որպես բնապահպանական կարևոր իրադարձություն։ Եթե մեր պետությունը փորձում է իրան դիրքավորել որպես աշխարհում բնապահպանական շարժման առաջնորդ կամ առաջնորդող ինչ-որ երկիր, մեր համար շատ կարևոր է, որ դա չծառայեցվի, այս մեծ միջոցառումը գլոբալ չծառայեցվի ստվեր գցելու այն իրական խնդիրների վրա, որին մեր դաշնության անդամները բախվում են, այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, չպետքա լրացվեն
կեղծ, հա, սիրուն միջոցառումների անվան տակ, այնպես որ մենք նաև դիտարկում ենք COP17-ին անպայման քաղաքացիական հասարակության ակտիվիստների շարժումների օրակարգը եւ տեսանկյունը ներկայացնելու կարեւորությունը։ Հավաքի կարևոր արդյունքներից էր նաև կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման հայտարարության ընդունումը, որով կոչ է արվում մինչև COP17-ը Հայաստանում ներդնել հակասլապ օրենսդրություն, պաշտպանելու բնապահպանական ակտիվիստներին եւ հանրային մասնակցության իրավունքը։ Դրանք հիմնականում անհիմն հայցեր են, շատ բարձր պահանջներով եւ նպատակ չունեն ամենևին էլ ինչ-որ արդարություն վերականգնելու, այլ ավելի շատ ակտիվիստներին լրացնելու եւ դրանով նաեւ ուղերձ տալու այլ մարդկանց, որ տեսեք դեր հետ էլ էսպես կլինի։ Մեր խնդիրը հիմա այն է, որ մենք բացի նրանից, որ կանգնենք կոնկրետ անհատ ակտիվիստների կողքին, մեր համերաշխությունը ցույց տանք, այլ նաեւ պայքարենք այնպիսի մեխանիզմների համար պաշտպանության ազգային մակարդակում, օրենքների տեսքով, քաղաքականությունների տեսքով, որը որ կբացառի երբևէ նման տեսակի հետապնդումները ակտիվիստների նկատմամբ։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման ամառային հավաքը նշանավորվեց նաև նոր անդամների համալրմամբ։ Նրանցից շատերը էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտներ են։ Ես շատ ողջավորված եմ, մեծ ակնկալիքներ ունեմ այս խորհրդով կարող ենք մենք մեր ձայնը բարձրացնել եւ այստեղ հասկացա, որ մենք օրինակ ես միայնակ չեմ եւ կարող եմ դաշնակիցնել համախոհներ փնտրել եւ մենք միասին կարող ենք պայքարել բնապահպանական խնդիրների շուրջ։ Կանաչ խորհուրդներին ներգրավեցի կանաչ խորհուրդների դաշնությանը իմ ակնկալիքն է նախ մեծ ցանցի մի մաս դառնալ, որը հնարավորություն կտա կիսվել գիտելիքներով, փորձառությամբ, ինչ որ կարողություններ մեկ-մեկու օգնել, զարգացնել, որպիսի նախ մեր բոլոր նախագծերը, որ այս ընթացքում նախաձեռնեցինք, իրականություն դառնան, իրենք դառնան հաջողության պատմություններ եւ ոգևորեն նաեւ համայնքի այլ մասնակիցներին։ Կարող եմ հստակ ասել, որ կանաչ խորհուրդների դաշնությունը տարածաշրջանում ամենամեծ խումբն է, որը զբաղվում է Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներով եւ տեղում փորձում է լուծում տալ։ Կարող եմ ասել նաեւ, որ դաշնության անդամ են հանդիսանում իրապես բնապահպանությամբ հետաքրքրված մարդիկ ու սրտացավ մարդիկ, որոնց համար բնությունը եւ բնություն պահպանելը կարևոր արժեքներ են։ Լինելով առաջին հոսքի շրջանավարտ, առանձնահատուկ պատասխանատվություն եմ զգում ինձ վրա բնապահպանական թեմաներով ինչ-որ գործողություններ ծավալելու իմ համայնքում ու նաև շատ պատասխանատու էր այն, որ 5-րդ սերնդի մասնակիցների համար դարձա մենթոր եւ շատ շահագրգռված եմ այս թեմաներով, դրա համար որոշեցի, որ շարունակեմ նաև ուղին կանաչ խորհուրդների դաշնության ոլորտում։ Շատ կարևոր է լինել նախաձեռնող խումբ հենց տվյալ համայնքում, տեսնել խնդիրը, բարձրաձայնել, փորձել առաջ տանել խնդիրները եւ հասնել լուծումներին, սակայն այս հարթակը հնարավորություն է տալիս, որ իրենց խնդիրները կարողանան բարձրաձայնել հարթակում եւ գուցե մենք ունենք նմանատիպ փորձառություն ունեցող այլ անհատներ, այլ ակտիվ քաղաքացիներ, որոնք իրենց փորձառությամբ կարող են կիսվել եւ հնարավորություն կտրվի նոր անդամներին ավելի արագ եւ ավելի արդյունավետ աշխատեն իրենց հենց տեղական համայնքներում։ Քաղաքացու զայնը Լոռու մարզի փոքր այրում բնակավայրից։